Այն հարցը չտակ, երեխեք հանուն ինչի քվեարկեցիք։ Պարոն Մեխակյան, գիտենք, որ հանուն ձեր հաղթանակ եք քվեարկել, բայց վստահ եք, որ հաղթանակը ձերն է լինելու եւ եթե չհաղթեք, նորից հարցնեմ, ընդդիմադիր տեխնատուին պատասխան եք արժանապատիվ կերպով շնորհավորել։ Ես եկեք պատասխանեմ այն հարցերին առանց եթեների։ Կոնկրետ հարց լինի, կոնկրետ պատասխանեմ։ Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի ստանալ բացարձակ վստահությունը վաղարշապատցու։ Եվ այդ մտքով եկել ենք եւ այդ մտքով ես այսօր այստեղ եմ քվեարկելու համար։ Եթե չի բացառվում, մենք հաստատ առիթներ կունենանք դա քննարկելու իրար հետ։ Չենք քննարկել, ոչ։ Չենք քննարկել, որովհետեւ եթե եթերներով ենք նայում, մենք չգիտենք եթերներով քանի ուժ կանցնի, որ ուժերը կանցնեն։ Հետեւաբար այս պահին իմաստ չկա քննարկել մի բան, եթե այսպես ասեմ, եթե այս պահին չգիտենք հստակ ովքեր են անցնելու, իմ կարծիքով չարժի քննարկել մի բան, որը որ պետք է ենթադրյալ ինչ-որ բաներ լինի։ Տեխնացուն Հարություն Մկրտչյանը ասում է, որ ԿՊ-ն իր ձայները իրեն կմիանա, այսինքն առանց ձեր հետ պայմանավորվելու այդպիսի պատասխանատու Դա իր կարծիքն է, որը որ իր անձնական կարծիքն է։ Դուք չեք միանալու։ Մենք չունենք այդպիսի ոչ պաշտոնական, ոչ անձնական դիրքորոշ։ Ձեզանից ավելի բարձր ռեյտինգ ունի։ Փարաքարում ինչպես նաև Գյումրիում էր, որ բացարձակ հաղթանակ եք տանելու, բայց ես հիշեցնեմ, որ Փարաքարում բացարձակ պարտություն է կրել քաղաքացիական պայմանագիրը եւ իսկ Գյումրիում էլ ընդդիմադիր ուժերը կոալիցիա են կազմել եւ քաղաքային իշխանություն։ Շնորհակալ եմ ձեր դարակազմիկ հարցի համար, սա վաղարշապատն է։ Եվ սա տարբեր համայնք է։ Դե դու ասում եք հիշեցնեմ, պետք չի հիշեցնել, որովհետև ես Փարաքարում եղել եմ եւ քարոզարշավի ընթացքում եւ ամբողջ ընթացքում այնտեղ եղել եմ։ Եվ հասկացանք, եւ մենք շնորհավորել ենք հաղթող տեխնացուին։ Շատ լավ, ասում եմ մենք մեր ամբողջ քարոզարշավը կառուցել ենք վաղարշապատցու, այնտեղ էլ ենք այդպես կառուցել, հիմա էլ ենք այդպես կառուցում եւ մենք կարծում ենք, որ մենք այս ընթացքում ես Խոյ համայնքում իմ կառավարման տարիներին եւ վաղարշապատում իմ պաշտոնավարման ժամանակավոր պաշտոնավարման ժամանակահատվածում կարծում եմ, որ մեր բնակիչների հետ եւ հանդիպումների ժամանակ եւ մեր կատարած աշխատանքով ավելի վստահ ենք։ Իսկ նախորդ երկու դեպքերում կարող ենք ասել, որ այդքան էլ այդպես չի եղել։ Այս ուժերի աշխատանքն եք թերագնահատում, մարդիկ գրանցված են, որտեղ ահազանգեր կան, որ այսպես բնակիչների լցոնը։ Ես առաջարկում եմ, ովքեր որ խնդիր ունեն, ահազանգեր ունեն, թող մոտենան ոստիկանություն, որովհետև դրա պատասխանատուն ոստիկանությունն է։ Եթե վերաբերում մեր հարցերը կոնկրետ մեր հասցեի վրա, իմ ընտանիքի, բացառապես իմ ընտանիքի անդամներն են։ Հիմա նույն Հարություն Մկրտչյանը, որ ասում է ԿՊ-ն ինձ միանալ, հիմա ինքը ձեզանից ավելի բարձր ռեյտինգ ունի ստացվում է։ Ինչ վստահություն ունեք, որ դուք եք հաղթելու, այլ ոչ ինքը։ Դե հիմա այդ ռեյտինգը ով է չափում։ Դե իրեն հարցեք, վախի է տենց ամբագորգոր հայտ։ Դե դուք հարցրեք, դուք էլ թող ձեր հարցի պատասխանը տա։ Մեխակյան չեք հետևել ձեր մրցակիցների քարոզարշավին, օրինակում շանսերն եք ռեալ գնահատում, ում ծրագրային մոտեցումներն են ձեզ ավելի մոտ, որ միգուցե հետագայում ի վերջո անգամ հաղթելու պարագային պետք է չի հավաքել։ Այնքանով, ինչքանով որ հետևել եմ, ծրագրային ամբողջ ծրագրերն էլ հրապարակված են, դուք ինքներդ կարող եք հրապարակում անել եւ տեսնել ծրագրային առումով, որ քաղաքական ուժերն են ավելի ընդգրկուն եւ ավելի վաղարշապատցու խնդիրներին վերաբերող ծրագրեր ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանից աջակցություն ունեք, նա նույնիսկ հարկ չհամարեց վերջին օրով գալ հանրահավաքին, պարոն Մեխակյան, դա ինչով էր պայմանավորված։ Ներողություն, Նարեկ ջան, ձեր հարցը մի քիչ կոռեկտ չեմ համարում, ինչի համար, եթե չլիներ աջակցություն, ես չէի լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու։ Դուք առաջիկա օրերին իրենից հնարավորություն կունենաք այդ հարցի պատասխանը։ Չէ, հետաքրքիր չէ, մենք նման օրակարգ չենք ունեցել, որ ինքը պետք է գա։ Չեկավ ուրիշ բացասական։ Մենք նման օրակարգ հիմա դուք ձեր հարցով դուք նախորդ հարցին հակասում եք։ Ես շատ լավ կողմնորոշված եմ։ Ձեր հարցերով դուք նախորդ հարցերին հակասում եք։ Մենք մեր օրակարգում ի սկզբանե Նարեկ ջան, մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, մենք նույնիսկ հանրահավաք ի սկզբանե չենք էլ պլանավորել։ Դա ուղղակի քարոզարշավի ընթացքում
մեր հանդիպումների ժամանակ բնակչությունից ստացված դրական էներգետիկայով պայմանավորված որոշել ենք քայլեր տիրապետել։ Քալինից ահագին մարդ էր եկել, պարոն Մեխակյան։ Մեր բոլոր աջակիցները, ովքեր որ հարկ են համարել տարբեր տեղերից գան, որոշել են որ գան։ Իրենք են որոշել գան կամ չգան։ Բայց արդյոք դա նշանակում է, որ Էջմիածնու վաղ շաբաթում դուք չունեք բավարար աջակցություն ստրախովկայի համար, այսպես ասած, մարդկանց հավաքագրել եք մնացած։ Ես ձեզ առաջարկում եմ բոլոր նկարները դեմքերով իդենտիֆիկացնել եւ համեմատել քանի տոկոսն են այլ տեղերից, քանի տեղերն են վաղաշաբաթից, քանի հոգ են վաղաշաբաթից։ Եվ ձեզ համար պարզ կլինի Շատ լավ, հասկացանք։ Մենք ունենք ակտիվ կուսակցականներ, ակտիվ աջակիցներ, որոնք տարբեր հանդիպումների ժամանակ գալիս են, բայց էլի եմ ասում, այս շատերին նույնիսկ չեմ էլ ճանաչում անձամբ, իրենք որոշել են կան, որովհետև հրապարակային է եղել այդ հանրահավաքը, մենք նախորդ հայտարարենք դրա մասին եւ դա բաց է եղել։ Մամուլը գերտպիրներ եկել տատուներով, պարոն Մեխակյան, ձեզ աջակցելու։ Չգիտեմ, եւ Սարոյի համերգին ավելի շատ մարդ կա, քան ձեր հանրահավաքում։ Շատ լավ, ես ուրախ եմ Սարոյի համար ու դա նորմալ է որ Սարոյի համերգին շատ մարդ կա, Էջմիածնի տոնին էլ 2-3 անգամ շատ մարդ կար, քան մեր հանրահավաքին, որովհետև դրանք տարբեր միջոցառումներ են։ Հանրահավաքը ցույց չէ, որ դրանք տարբեր միջոցառումներ են։ Դրանք մեր դուք կարող եք համեմատություն տանել մեր հանրահավաքից 1 օր կամ 2 օր առաջ մեր մրցակից ուժերի հանրահավաքների հետ եւ կարծում եմ համեմատություն տանել համերգի հետ մեր նախորդ ուժերներ համատում են ինչ որ պանիխիդաների հետ, ինչ որ տենց, չգիտեմ, բաներ չխոսանք, իրենք չունեն։ Քարոզարշավի ընթացքում նաև հոգեհանգստին ավելի շատ մարդ է գալիս, քան Արգիշտի Մեխակյանի ամփոփիչ հանրահավաքին։ Դե ինչ ասեմ, ես ամեն տափակության չեմ անդրադառնալու ներողություն։ Քարոզարշավի ընթացքում ընտրախախտումներ արձանագրվեցին, այդ ներողություն էլի զուգահեռ։ Քարոզարշավի ընթացքում նաև խախտումներ արձանագրվեցին, այդ թվում ձեր կուսակցության կողմից։ Դուք ո՞նց եք մեկնաբանում դա այդ ընտրախախտումները։ Եթե չեմ սխալվում, դրանք վերաբերվում էին քարոզչանյութերի տարածման հետ կապված, պաստառների, ես բարեգործության հետ կապված ամբողջությամբ ես հիմա հերթով պատասխանեմ։ Բարեգործության հետ կապված բազմիցս ես անդրադարձել եմ, եթե ձեզ կոնկրետ հետաքրքիր է, կարող եք վերցնել այլ լրատվականներից, որտեղ ես բազմիցս արտահայտվել եմ, ես ասել եմ, որտեղ չկա, ես համոզված եմ, որ այդտեղ չկա խախտում, որովհետև նախ քարոզարշավը սկսված չի եղել 1, երկրորդը ես հրավիրյալ եմ եղել եւ երրորդը այդտեղ որևէ քաղաքական ուժի հետ կապված որևէ խոսակցություն տեղի չի ունեցել։ Շատ լավ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընդհանրապես դրա հետ կապ չունի։ Միգուցե հակակոռուպցիա կոմիտեի հետ եք, եթե կա վարույթում կքննվի եւ բոլորիս համար པարզ կլինի, բայց ես իմ անձնական դիրքորոշումն եմ ասում, ես բացառում եմ, որ այդտեղ լինի, որովհետեւ այդտեղ լինի որևէ խախտում, որովհետեւ այդտեղ ես ինքս հրավիրված մարդ եմ եղել եւ միջոցառումն էլ ընդհանրապես ոչ քաղաքական է եղել, ոչ էլ, մասնավոր անձի կողմից կազմակերպված միջոցառում է եղել։ Ներողություն եմ խնդրում։ Նաեւ ձեր մյուս հարցին պաստառների հետ կապված որտեղ որ խախտում է եղել սահմանված ժամկետում մենք վերացրել ենք այդ խախտումները եւ պարբերաբար նաեւ արձանագրել ենք մեր մրցակից քաղաքական ուժերի խախտումները նույնպես։ Իսկ բանային որոնք որ մինչեւ 1 ժամ առաջ ցուցակները դրած տնից բաներ անում։ Չգիտեմ դուք նվիրատվություններ էր բաժանում, դպրոցի տնօրենը։ Դե այդ մասով գիտեք, կա քրեական գործ, ես առանց ուղղորդման է արել սեփական կամքով։ Ժողովուրդ ջան, եկեք քրեական գործ կա, ինքը մինչև քրեական գործ հարուցվելը արդեն իսկ ինքնաբացարկ էր արել հանձնաժողովի նախագահի իր պաշտոնից, հետեւաբար կարծում եմ իրավական դաշտում է եւ ամբողջական գործով հարցակնվել եք։ Ինչի համար պետք է հարցակնվեն։ Ձեր օգտին Իհարկե ոչ։ Պարոն Մեխակյան, եթե չհաղթեք Նիկոլ Փաշինյանին, ինչ պատասխան եք տալու։ Նոր մեկը գրել է կոմենտ ասում ոնց է փորձնելու Նիկոլի ձեռքից։ Շատ լավ, ես կոմենտներին չեմ պատասխանում, մենք կայացած քաղաքական ուժ ենք եւ մեր անելիքները եւ ընտրությունում հաղթելու եւ ընտրություններում պարտվելու հետ կապված դուք տեսել եք Նաև կարծում եմ, որ մենք այս առիթը պետք է բաց
չթողնենք, որպեսզի ավելի բովանդակալից հարցերի պատասխանենք էլի։ Ես եմ որոշում քրեական գործ։ Չէ, սխալ մարդու եք հարց տալիս։ Քաղաքացիներն ուշադիր լինեն, որ Գյումրի իրադարձությունները չկրկնվեն, տեսան Գյումրիում ինչ է։ Շատ լավ, եթե ուզում եք, ես գնամ, դուք ձերոնցով խոսացեք, մեկնաբանեք, բարձրաբանեք։ Ինչ ասեմ։ Եղակերտ գյուղում ձեր շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորության վրա։ Այս խախտումը ինչով է պայմանավորված։ Խախտում չէ, մեկ վարձակալել ենք այդ տարածքը։ Ընտրատեղամասից չի, ընտրատեղամասը շենքը շատ ավելի հեռու է գտնվում։ Մեր մյուս շտաբն էլ Էջմիածին քաղաքում մեկ այլ ընտրատեղամասի հարևանությամբ է։ Վաղարշապատի համայնքապետարանի դա սահմանված հեռավորությունը, ներողություն եմ խնդրում, 50 մետր հեռավորությունը մուտքից ապահոված է, շենքի մուտքից 50 մետր հեռավորությունը ապահոված է։ Գնեք այսօր ինչ գրաֆիկ ունեք, որից հետ եք գնում, պետք է գնաք միջև ընտրությունների արդյունքների ամփոփումը, սպասեք արդյունքների։ Նարեկ ջան, ես իմ անձնական գրաֆիկ ունեմ։ Հա, լավ։ Եվ կներեք, ինչու է Վաղարշապատի համայնքապետարանի մակրուհիները մակրում այն ձեր բեմը։ Շատ լավ, ասեմ, նախ իրենք հարակից տարածքն էին մակրում եւ ներողություն բեմը հավաքող մարդիկ խնդրել են, որ իրենք էլ մաքրեն այդտեղ, մի պահ մաքրել են իմ տեղեկություններով։ Այսինքն իրենք իրենց անձնական նախաձեռնությամբ ասել են գամ ձեր բեմը մաքրեք։ Իրենք հարակից հանրային տարածքը մաքրելուց են եղել, բեմը հավաքող անձնակազմը խնդրել է, որ մի պահ բեմը մաքրեն։ Սա է եղել ամբողջ պատմությունը։ Մարզադպրոցներից ներկայացուցիչների գալը ջրմուղից ձեր հավաքին, հանրահավաքի օրը։ Ժորժան, ես ոնց մեկնաբանեմ այդ հարցին, ոնց եք ուզում մեկնաբանեմ, ասեք։ Վարչական ռեսուրսի չարաշահումը ընդունեք։ Ես ասում եմ, մենք չէ, այդպես չի լինում։ Այդպես չի լինում, Ժորժան։ Եթե կա վարչական ռեսուրսի չարաշահում, դուք կարող եք ինքներդ դիմել համապատասխան մարմինել եւ ընթացք տվացվի դրան, բայց մեր հայտարարության տեքստը բաց է եղել եւ ես շատ ուրախ եմ, որ շատ կառույցներից կամ շատ գյուղերից, շատ տեղերից եկել են մեր աջակիցներ, այդ նաեւ ինչի՞ չեք նշում, որ օրինակ բանկերից են եկել։ Դա էլ է վարչական։ Բանկը մասնավոր է, խոսքը պետական է, ձեր այսքան մարդը դատապարտված է, գյուղում բուժքույրը խալաթով իջել էր, հենց ձեզ տեսել էր ու իջել էր։ Բայց դուք ֆիքսել եք, չէ՞, որ դա ընդմիջման ժամ էր։ Հա, բայց ասեց բանը, մոտել իջել եմ Մեխակյանին լսեմ։ Չէ, բայց դուք ֆիքսել եք, չէ՞, ընդմիջման ժամը, որտեվ առաջի դիտողությունը ես եմ արել։ Առաջի դիտողությունը ես եմ արել, որ մեր բուժքույրը ինչ է ասել, ասել են ընդմիջման ժամը ինքը որոշել է գալ։ Այսինքն ճնշել եք բուժքրոջը։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ես իրեն չեմ նկատողություն արել, մեր թիմակիցներին։ Լավ, պարոն Մեխակյան, ձեզ համար ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդ է, թե ինչպես ձեր շատ թիմակիցներ են ասում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կտրիչ Ներսիսյան։ Ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև սա ես այդ հարցից խուսափում եմ, որովհետև դա չէ, ոչ թե խուսափում, Ժորժ ջան, այդ հարցը, այսպես ասեմ, բազմիցս քննարկվել է, չարչրկվել է, ես էլ դրան բազմաթիվ անգամ անդրադարձել եմ։ Ես իմաստը ո՞րն է նորից Գարեգին երկրորդ կաթողիկոս, թե խոսափում եք։ Ես ոչ խուսափում եմ ասել Կտրիչ Ներսիսյան, ոչ խուսափում եմ ասել Գարեգին երկրորդ։ Ես չեմ ուզում մտնել մի շրջափուլի մեջ, որ այս հարցերի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ միտեղ չեն տանում։ Կա հստակ հայտ Նիկոլ Փաշինյանը մտել է, ես իմ ու ձեր խոսակցության մասին եմ ասում։ Դուք մի տարեք դա ուրիշ դաշտ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ օրակարգով մտել է, դուք իրեն բազմաթիվ հարցեր տվել եք այդ առումով, ինքը ավելի շատ կաթողիկոսի հեռացման այդ արշավին ակցիային, չգիտեմ, նախաձեռնությանը։ Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։ Ես կարծում եմ, որ իմ այլ անելիքների, եթե ես որևէ բան այլ իմ անելիքներից զատ ուրիշ բան անեմ, իմ կոնկրետ այն գործը, որի համար ես այս պահին նշանակված եմ, կարծում եմ, որ դա իմ համար եւ մեր համայնքի համար ամենակարևոր գործն է։ Գիշավորությունը ինչով է պայմանավորված։ Ոչ մի բանով, ես գիշավոր չեմ։ Բացառում, եթե Նիկոլ Փաշինյանն Եթե ընտրվեմ, կտեսնեք այդ ամենը, եթե եթեները կլինեն հետո։ Չվայելեիք, չեք լինի թեկնածու, բայց պարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարություն է, ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցությունը չվայելելը նշանակելու է ձեր թեկնածությունը չլինելը։
Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի տեխնացու։ Բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ են կայացվում։ Ոնց է ստացվում, որ միաձայն որոշում է կայացրել եւ միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետեւաբար եթե միաձայն է վարչության նախագահն էլ Նիկոլ Փաշինյանը, հետեւաբար նաեւ անձնական իր աջակցությունն է։ նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի տեխնացու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ եւ մեկ դեմ։ Ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում եք անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք որ կուսակցության վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն է վարում։ Վարչություն, պարոն Մեխաչյան։ Ժորժ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում։ Եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Պարոն Մեխակյան, ամբողջ խնդիրն այն է, որ ողջ քարոզարշավի ընթացքում ոնց հասկացանք, ձեզ ավելի շատ ընկալում են մարդիկ, որպես Մեխակ Մեխակյանի որդի, եւ դուք էլ խուսափում եք այդ ասոցիացիոնից ԿՊ-ի հետ։ Եվ ես շատ ուրախ եմ, ես շատ հպարտ եմ, ես իմ կյանքում ոչ մի իմ արած եւ իմ կատարած որոշման համար չեմ փոշմանել Փառք Աստծո եւ կարծում եմ, որ չեմ փոշմանելու, որովհետեւ այստեղ ոչ մի խուսափողական բան չկա, եթե ես խուսափեի այսօր ձեր առաջ հարցազրույց չէի տա, ես բազմիցս անդրադարձել եմ այդ հարցերին, ինձ վերաբերող հարցերին, լավ կլիներ ուղղակի հարգելի լրագրողներ, դուք հարց տայիք այն մարդկանց, այն քաղաքական գործիչներին, որոնք փորձում են իմ հոր անվան կամ իմ հոր հիշատակը շահարկելով քաղաքական որևէ շահ հետապնդել կամ փորձել իմ անունը ցեխոտել եւ այլն եւ այլն։ Ճշմարտություն չկա նրանց ասա։ Իհարկե ոչ։ Դա մարդու անձնական դաշտ մտնելը կամ մարդու սեփական անձնական դիրքորոշումը փորձել հանրությանը իրենց քաղաքական շահի համար ինչ որ բան հրամցնելը դա առնվազն ազնիվ չէ։ Շատ գործի մասին։ Հա, բայց Չէ, տեսեք, ես իմ մասով եմ ասում, ես տարակուսան չունեմ։ Որտեղ ձեր հայ Արցախ ազատագրել է, իսկ ասում են որդին կանգնել է Արցախը հանձնացնելի կողքին։ Դե հասկանում եք այդ դիսկուսը ինչքան արդեն չարչրկված է, որ այսինքն Արցախը հանձնողներին դա այտենց մի հատ իրանց համար դիլեմա են սարքել, որ որոշ քաղաքական ուժեր, որ իրենք էլ չեն կարողանում դրանից դուրս գալ, այսինքն այլ քաղաքական ասելիք չունեն։ Իսկ Արցախի հետ ինչ եղավ, մեր, հա, դուք կարող եք 5 անգամ էլ պնդել դա, բայց ասեմ դրանից իրականությունը չի փոխվում, Արցախի հետ ինչ եղել է, մեր բոլորի աչքի առաջ է եղել եւ մեր իրականությունը դա 30 տարի, 50 տարի առաջ չի եղել, որ մենք չլինենք կամ փոքր եղած լինենք։ Մեր բոլորի աչքի առաջ եղել, մենք բոլորս գիտենք ինչ եղավ Արցախի հետ։ Շնորհակալ եմ ձեր ճշտությամբ։ Ծիածան համայնքից Գևորգ Մանուկյան անունով անձը մեծ հետ հարցազրույցում պնդում էր, որ ձեր ընտանիքի անդամները ընտրակեղծարարներ են եւ ասում են, որ ձեր փեսան մասնավորապես նախկինում կաշառք է ստացել, մեքենայի տեր է եղել։ Մի հատ կբացատրեք ինչ ես նմանատիպ անձանց, ես չգիտեմ ում նկատում եք, նմանատիպ անձանց եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս ուղղակի ահազանգել ոստիկանություն նման հայտարարություններից հետո։ Պարոն Մեխակյան, եթե դուք ընտրվեք վաղար շաբաթ։ Ինքը դες հրավիրում էր, ասում էր, եթե որևէ բան սուտ եմ ասում եւ զրպարտում եմ, դուք դիմեք դատարան։ Եթե չեք դիմում, լռում եք, նշանակում է համաձայն եք իմ ամեն բառի հետ։ Այդպես չի լինում, էլի, այդպես չի լինում, Ժորժ ջան։ Պարոն Մեխակյան, ձեր հոր պատգամի հետ կապված Մարիամ ջան, վերջին հարցը։ Խոյ համայնքի ընտրությունների ժամանակ խոսել եք ձեր հոր պատգամից, արդյոք այս քաղաքական ուժը, որի կողքին կանգնել եք, հետևում է ձեր հոր պատգամին, հատկապես երբ որ առանձնացնում է իրական ու պատմական Հայաստաններ։ Ձեր հարցի իմաստը ո՞րն է, չհասկացա։ Այն որ դուք ասում եք, որ ձեր հոր պատգամը քաղաքական ուժը իմ անձնական, իմ արտահայտվելու հետ ինչ կապ ունի իմ անձնական դիրքորոշման հետ։ Մեխակյան, եթե մի կուսակցություն եք ընտրել, որի գաղափարախոսությունը չի հակասում, որովհետև գաղափարախոսությունը մենք պետք է հաշվի առնենք ինչ իրողության պայմաններում, ինչ աշխարհաքաղաքական իրողության պայմաններում ենք ապրում եւ եկեք ընդհանրապես վաղաշաբաթի ընտրությունները չվերածենք աշխարհաքաղաքական հարցերի սկզբունքներին գաղափարախոսությանը։ Ներողություն եմ խնդրում էլի, մի քիչ եկեք կոռեկտ հարցեր տանք, էլի դավաճանել, չդավաճանել։ Ես ոչ մեկին չեմ վիրավորում, հարգում եմ բոլորի դիրքորոշումները, բայց ես խնդրում եմ իմ անձի մասին
խոսելիս խնդրում եմ գոնե մի փոքր հետաքրքրվեք, թե օրինակ, ասենք մեր գյուղում ես ինչքանով եմ հարգանք վայելում կամ չէ, կամ իմ կամ չէ, նույն քաղաքական առումով էլի, բայց չի կարելի, դուք հասկանում եք, դուք ձեր ինչ Կիկոսի մահն եք դուք ասում, Վահե ջան, այսինքն եթե լիներ այսպես, այդպես չի լինում, ես խիստ կասկածում եմ։ Պարոն Մեխակյան, տեսեք, դուք որ լինեք Վաղարշապատի համայնքապետ եւ Նիկոլ Փաշինյան, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հարցի համար, հոգեվոր հավաք անցկացնելու, ես այդ հարցին ուղիղ պատասխանել եմ, կարող եք արտոնելու եք այդ հավաքը թե ոչ։ Եթե լինի, ես այսպես ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց որևէ միտեղ Հայաստանի Հանրապետություն հավաք անցկացնել, այս պահին չկա որևէ մեկը, որ չկարողանա արտոնել։ Կարողա ձեր սրտով